Ողջույն բոլորին, այսօր կքննարկենք մի այսպիսի խնդիր. ինչ է տեղի ունենում, երբ վերցնում ենք որևէ երկուսը երկուսի տանող ձևափոխություն, ենթադրենք այսպիսի ինչ-որ մատրիցով որոշվող, եւ նրան մի փոքր չափով փոխում ենք։ Այսինքն մի փոքր փոխում ենք մեր ձևափոխությունը, օրինակ վերցնում ենք a գումարած 0.001 անգամ i եւ փորձում ենք հասկանալ, թե նոր ձևափոխությունը իրենից ինչ է ներկայացնում։ Մասնավորապես ուզում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ձևափոխության որոշիչի հետ, i որոշիչի հետ, երբ որ այն մի փոքր չափով փոխում ենք։ Այդ նպատակով վերցնենք fx-ով նշանակենք հետևյալ ֆունկցիան. որոշիչ a գումարած x անգամ i։ Այսինքն a մատրիցին i միավոր մատրիցի ուղղությամբ մի որոշակի x չափով փոփոխում ենք, վերցում ստացվածի որոշիչը։ Եկեք նախ սկզբի համար հաշվենք f0-ը։ Երբ որ f-ի մեջ վերցնում ենք 0, դա համապատասխանում է այն դեպքին, երբ որ a մատրիցին կատարում ենք 0 փոփոխություն, այսինքն a մատրիցը ինչպես կար, այդպես էլ մնում է։ Այսինքն f-ի արժեքը 0-ում հավասար է դետերմինանտ a։ Իսկ դետերմինանտ a-ն a մատրիցի որոշիչը հաշվում ենք, ինչպես գիտենք, a անգամ d հանած b անգամ c բանաձևով։ Փաստորեն f0-ն կլինի մեր սովորական մատրիցի որոշիչը։ Մեր համար կարևոր է գտնել, թե ինչ է տեղի ունենում այս f-ի հետ, երբ որ 0-ի փոխարեն ուրիշ թիվ ենք տեղադրում։ Այսինքն մաթեմատիկայի լեզվով ասած, մեզ անհրաժեշտ է գտնել f-ի ածանցյալը 0 կետում։ Եկեք այդ նպատակով հաշվենք f-ի ածանցյալը 0-ում։ Հաշվելու համար որևէ ուրիշ գործիք չունենք, պետք է օգտվենք ածանցյալի սահմանումից կամ ածանցյալի բանաձևից, վերցնենք f-ի ածանցյալը 0 կետում եւ փորձենք գրել սահմանման համաձայն։ Դե ըստ սահմանման սա լինում է f-ի արժեքը h-ում, հանած f-ի արժեքը 0-ում, բաժանած h-ի վրա եւ h-ը ձգտեցրած 0-ին։ Եկեք հասկանանք առանձին f-h-ը եւ f0-ն ովքեր են, հետո իրար հետ կհանենք, կբաժանենք h-ին։ Հաշվելու համար f-h-ը, այսինքն ինչ է տեղի ունենում, երբ որ վերցնում ենք a մատրիցին h չափով փոփոխության ենթարկում եւ վերցնում այդ ստացվածի որոշիչը, փորձենք այս բանաձևի մեջ x-ի փոխարեն տեղադրել h։ Ուրեմն f-ի արժեքը h-ում կլինի որոշիչ a գումարած h անգամ i։ Այստեղից տեղադրենք a մատրիցի եւ i մատրիցի ներկայացումները, ունենանք a, b, c, d գումարած h անգամ 1, 0, 0, 1։ Հիմա h-ը ներս տանենք։ Երկրորդ մատրիցը կարող ենք փոխարինել, գրել 1-երի փոխարեն h-էր։ Այսինքն կունենանք a, b, c, d գումարած h, 0, 0, h։ Սա ըստ էության h չափով a մատրիցին փոփոխելն է։ Առջևում կստանանք մի նոր մատրից, որը այստեղ եթե գրենք կլինի a գումարած h, b, c, d գումարած h։ Եվ մեր f ֆունկցիայի արժեքը h կետում կլինի ստացված մատրիցի որոշիչը։ Իսկ սրա որոշիչը հաշվելու համար a գումարած h անգամ d գումարած h հանում ենք b անգամ c։ Այսպիսով սա լինում է մեր f-ի արժեքը h կետում եւ վերևում ունենք նաեւ f-ի արժեքը 0 կետում։ Եկեք այս երկուսը առանձին վերցնենք քառակուսիների ուղղանկյունների մեջ։ Այսինքն մատրիցի որոշիչը նախքան իրեն ձեռք տալուց տեղ է գրված, իսկ մատրիցի որոշիչը իրեն h-ով փոփոխելուց հետո ներքևում է գրված։ Այս երկու արժեքները վերցնենք իրարից հանենք, ուրեմն կունենանք հետևյալ արտահայտությունը. սահման h-ը ձգտում է 0-ի, a գումարած h անգամ d գումարած h հանած bc հանած ad մինուս bc եւ բաժանում ենք h-ին։ Եկեք այս արտահայտությունը ներքևում գրենք եւ կատարենք համապատասխան գործողությունները։ Ուրեմն վերևում գրված արտահայտությունը հավասար է սահման h-ը ձգտում է 0-ի եւ փակագծերը բացենք։ Եթե բացում ենք փակագծերը, այստեղ ունենում ենք a անգամ d գումարած a անգամ h գումարած d անգամ h գումարած h քառակուսի հանած ad գումարած bc եւ բաժանած h։ Եվ այստեղ մոռացա նշել հանած bc։ Եկեք ինչ որ կարևոր չի, էկրանի վրայից ջնջենք։
Ուրեմն ունենք այս արտահայտությունը, եկեք նկատենք, որ այստեղ որոշ գումարներ կրճատվում են, իրոք, AB-ն մինուս AB-ի հետ կրճատենք և մինուս BC-ն պլյուս BC-ի հետ կրճատենք։ Տակը կմնան հետևյալ գումարները, լիմես h-ը ձգտում է 0-ի, a անգամ h գումարած d անգամ h գումարած h քառակուսի բաժանած h։ Իսկ այս կոտորակի և համարիչև հայտարարը բաժանելով h-ի վրա կունենանք հավասար է լիմես h-ը ձգտում է 0-ի և հետևյալ արտահայտությունը a գումարած d գումարած h, որը արդեն հավասար է a գումարած d։ Փաստորեն ինչ ունեցանք, սա մեր a մատրիցը, սա մեր f ֆունկցիան և f-ի ածանցյալը 0 կետում հավասար է a գումարած d։ Այժմ եկեք նկատենք, որ այս մեր a գումարած d-ն մատրիցի երկու անկյունագծային տարրերի գումարն է, իսկ մատրիցի երկու անկյունագծային տարրերի գումարը մատրիցի հետքն է, անգլերեն ասած trace-ը։ Հետևաբար այստեղ ունենք, որ f-ի ածանցյալը 0 կետում հավասար է հետք a։ Այլ կերպ ասած, մենք հասանք մեր նպատակին, երբ որ որևէ գծային ձևափոխություն, օրինակ 2-ը 2-ի վրա վերցնում և իրեն մի փոքր փոփոխում են, նրա որոշիչը փոխվում է trace a, հետք a արագությամբ, ինչ որ իմաստով կարող ենք ասել որոշիչի ածանցյալը հետքն է։ Հետքը երկրաչափորեն ըստ էության ցույց է տալիս որոշիչի ածանցյալը։ Այսպիսով պարզեցինք, թե ինչ արագությամբ է փոփոխվում մատրիցի որոշիչը, երբ այն մի որոշ չափով ձևափոխում ենք։ Որդ կտամ որպես լրացուցիչ խնդիր, փորձել մտածել հետևյալ հարցի վրա. հնարավոր է արդյոք, որ գոյություն ունենան երկու այնպիսի քառակուսի մատրիցներ, որ AB հանած BA-ն հավասար լինի I։ Եվ այստեղ կարող ենք վերցնել 2-ը 2 չափի, իրական չափողականությունը կարևոր չի, մեկնաբանությունների բաժնում կարող եք ավելացնել ձեր տարբերակները։ Առայժմ հաջողություն։